Հարցաքննությունը քննչական գործողություն է, որի շրջանակներում վկան, տուժողը, մեղադրյալը կամ կասկածյալը կարող են հարցադրումներ լսել, որոնք կարող են տրամադրել տեղեկատվություն վարույթի վերաբերյալ։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի, երբ կանչվում է հարցաքննության։ Ինչպես նաև խոսենք, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել 2025 թվականին ծանուցման համակարգի վերաբերյալ։ Այսպես, բոլորիս համար սովորական թղթային ծանուցումները օրենսդիրը կատարել է փոփոխություն եւ նախատեսել, որ այլևս կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով։ Ավելին, անձը կարող է ծանուցվել արդեն իսկ գործողությունների ընթացքում, քննչական գործողությունների ընթացքում։ Երրորդ տարբերակը, անձը կարող է ծանուցվել իր ընտրած եղանակով, օրինակ SMS հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով։ Ավելին, անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով։ Զինվորական ծառայության մեջ գտնվող անձը հրամանատարության, իսկ անազատության մեջ գտնվող անձանց ծանուցում են տվյալ քրեակատարողական հիմնարկի միջոցով։ Սակայն շատ կարևոր է մտապահել, որ այժմ ծանուցումից թղթային այն էլ հնարավոր չէ հրաժարվել։ Եթե անձը հրաժարվում է ստանալ թղթային ծանուցումը, ապա այդ մասին նշում է կատարվում ստորագրության բաժնում եւ հետ ուղարկում ծանուցումն ուղարկող մարմնին։ Այս պարագայում անձը համարվում է պատշաճ ծանուցված, եւ սրանք այն կարևոր փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է մտապահել։ Ծանուցում ստանալիս դուք պետք է տեղեկացված լինեք, ուր եք հրավիրվում, այն պաշտոնատար անձի անունը եւ կոչումը, ով ձեզ հրավիրում է հարցաքննության, ինչ կարգավիճակով եք հրավիրվում եւ գործին վերաբերյալ հանգամանքները ներկայացնող տեղեկություններ, որպեսզի պատկերացում ունենաք, ինչ գործով եք հրավիրվում հարցաքննության։ Բնականաբար, ծանուցումում պետք է լինի նաև տեղեկատվություն, ուր եւ որ ժամին եք հրավիրվում։ Որպես կանոն, ծանուցումը չպետք է տրամադրվի ավելի ուշ, քան նախանշված ժամկետից 2 օր առաջ։ Բացառություն են այն դեպքերը, երբ քննչական գործողությունների նախատեսում անհնար է եղել եւ այն վերջին վայրկյանին է նախատեսվել։ Բոլոր դեպքերում ծանուցումը պետք է տրամադրվի նախօրեին։ Սրանք այն մինիմալ գիտելիքներն են եւ անհրաժեշտ տեխնիկան է, որին պետք է տիրապետել եւ իմանալ, ինչպես ձեզ պետք է ծանուցեն, որպեսզի ներկայանաք հարցաքննության։ Հարցաքննության իրականացման պայմանների մասին խոսենք։ Եվ այսպես, հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ ավելին քան 4 ժամ, իսկ անչափահասների եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պարագայում 2 ժամ։ 1 ժամ ընդմիջումը պարտադիր է հարցաքննությունը վերսկսելուց առաջ, սակայն ամբողջ օրվա կտրվածքով հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8 ժամը, իսկ անչափահասների եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պարագայում 6 ժամը։ Բժշկի տեղեկանքով կարող է սահմանվել առավել կրճատ հարցաքննության տևողություն։ Միևնույն ժամանակ հարցաքննությունը իրականացվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ։ Սակայն, երբ դա անհնարին է, օրինակ, տուժողը գտնվում է հիվանդանոցում, հիվանդանոցային պայմանները չի կարող լքել, ապա հարցաքննություն կարող է իրականացվել նաև այլ վայրում։ Հարցաքննությունը սկսվում է հարցաքննվողին հարցեր տալու միջոցով։ Սակայն, երբ հարցերը սպառվում են, վերջինիս առաջարկվում է նաև տրամադրել տեղեկություններ, որոնք ըստ իրեն կարող են կարևոր լինել վարույթի շրջանակներում։ Այս ամենը արձանագրվում է։ Եվ սա այն կարևոր հիմնարար փաստաթուղթն է, որի մեջ ամփոփվում են հարցաքննության բոլոր արդյունքները։ Արձանագրությունը կազմվում է գրավոր։ Այն անհրաժեշտ է, որպեսզի արձանագրվեն հարցաքննության ենթարկված անձի բոլոր խոսքերը բառացիորեն։
Անհրաժեշտության պարագայում հարցաքննվող անձը անձամբ կարող է գրի առնել իր ցուցմունքը։ Բոլոր դեպքերում, եթե անգամ դա մեքենայա գրվել է կամ ձեռագրով գրվել է, քննիչի կողմից օրինակ, հարցաքննված անձը վերջում այն կարդում է, դիտարկումներ ունենալու պարագայում, խնդրում, որպես իր դիտարկումները ևս ներառվեն արձանագրության մեջ, որից հետո վերջինս ստորագրում է այն։ Եթե հարցաքննությունը տեսաձայնագրվել է, ապա անհրաժեշտ չէ լինում թղթային արձանագրության կազմումը, այլ պահպանվում է ձայնագրությունը։ Եվ այսպես, շատ կարևոր է իմանալ, եթե դուք հրավիրվել եք հարցաքննության, ապա ով կարող է ուղեկցել ձեզ։ Դա կախված է նրանից, թե ինչ կարգավիճակով եք դուք հրավիրվել ոստիկանություն։ Տեսեք, եթե դուք հրավիրվել եք որպես վկա, ապա ծանոթագրում անպայման ձեզ պետք է տեղեկացվի նաև այն կարգավորումը, որ դուք կարող եք ներկայանալ փաստաբանի հետ, իսկ փաստաբանի հետ չներկայանալու պարագայում, սակայն վերջինիս ներկայությունը ցանկանալու դեպքում վարույթը չի հետաձգվելու։ Ավելին, եթե դուք առաջին անգամ եք ստանում ծանոթում, ապա դրանք գծվում են ձեր իրավունքները եւ պարտականությունները շարադրող թերթիկ, որտեղից կարող եք տեղեկանալ բոլոր ձեր իրավունքների մասին։ Միևնույն ժամանակ կարևոր է մտահահել, որ անչափահասները հարցաքննության կարող են ենթարկվել միայն իրենց օրինական ներկայացուցչի, մանկավարժի կամ հոգեբանի ներկայությամբ։ Ձեր ցանկությամբ, եթե դուք տուժող եք, ապա կարող եք ունենալ օրինական ներկայացուցիչ։ Այն բոլոր մեղադրյալներն ու կասկածյալները, ովքեր չեն կարող թույլ տալ իրենց ունենալ փաստաբան, պետական միջոցների հաշվին նրանց կտրամադրվի փաստաբան, անձի արդյունավետ պաշտպանության իրավունքը ապահովելու համար։ Եվ այսպես, ինչպես է տեղի ունենում, օրինակ, մեղադրյալի հարցաքննությունը։ Մեղադրյալը կարող է հարցաքննվել ոչ միայն մեղադրանքի, այլ նաև այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։ Կարևոր է հիշել, որ մեղադրյալը ինքն է ընտրում պահպանել լռություն, թե տալ ցուցմունք։ Բոլոր դեպքերում վերջինս կարող է օգտվել փաստաբանի խորհրդատվությունից դեռևս նախքան որևէ դիրքորոշում հայտնելը։ Կարևոր է ընդգծել, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է նախքան հարցաքննություն սկսելը կամ այլ վարույթային գործողություն իրականացնելը տեղեկացնել եւ կարևոր է ընդգծել ոչ միայն ծանուցել, այլ նաև պարզաբանել, մեկնաբանել մեղադրյալին իր իրավունքները, որոնց շրջանակներում կարող է այլ դիրքորոշում ձեռք բերել մեղադրյալը։ Կարևոր է նաև նկատել, որ հարցաքննության տեսակ է նաև առերեսումը։ Հաճախ մարդիկ տարակուսում են, ինչու է անհրաժեշտ առերեսվել, եւ այսպես։ Առերեսում իրականացվում է նախապես հարցաքննված երկու անձանց միջև, եթե նրանց ցուցմունքներում առկա է էական հակասություն։ Վարույթ իրականացնող անձը միաժամանակ նույնական հարցեր տալու միջոցով փորձում է պարզաբանել եւ գտնել հիմնական տարբերությունները։ Անհրաժեշտության պարագայում հարցերի սպառումից հետո կողմերը կամ փաստաբանները, օրինական ներկայացուցիչները ևս կարող են հղել հարցեր։ Մեկ այլ կարևոր վարույթային գործողություն՝ ցուցմունքը տեղում ստուգել։ Ինչ է իրենից ենթադրում։ Անձը, ով նախապես ցուցմունք էր տվել, հարցաքննվել էր, կարող է տարվել այն վայրը, որտեղ տեղի է ունեցել հարցաքննությունը, եւ տեղում արդեն անձին առաջարկվի պատմել, ինչ է տեղի ունեցել, որտեղ է դեպքը տեղի ունեցել, ինչպիսի առարկաներ, ապացույցներ եւ գործողություններ են եղել։ Որպես կանոն, նման գործողություններ իրականացվում են այն պարագայում, երբ կասկած է առաջանում ասվածի իրականության, դեպքի զարգացումների եւ այլնի վերաբերյալ։ Այս մասին ևս կազմվում է առանձին արձանագրություն։ Կարևոր է նկատել, որ յուրաքանչյուր ոք, ով ներգրավում է վարույթում, պետք է նախապես տեղեկացված լինի իր իրավունքների եւ պարտականությունների մասին, նախապես
որևէ գործողության մեջ ներգրավելու կամ դիրքորոշում արտահայտելու մասին։ Իսկ վարույթ իրականացնող մարմինները պետք է ապահովեն, որ այդ իրավունքների իրականացումը լինի իրական և արդյունավետ։ Պաշտպանված լինելու համար կարևոր է իմանալ ձեր իրավունքները։ Տեղեկացված եղեք ձեր իրավունքների մասին և պաշտպանեք դրանք արդյունավետորեն։ Շնորհակալ եմ։